Երևանում է Գերմանիայի նախագահ Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայերը։ Հայաստանի նախագահի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներն առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով։ Հանդիպմանն ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակում փոխգործակցության առավել արդյունավետ կազմակերպման կարևորությունը։ Կարևորվել է էներգետիկ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը։ Արդեն նախագահների համատեղ ասուլիսում անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին։ Կարևորել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղված ջանքերին Գերմանիայի կառավարության կողմից ցուցաբերած հետևողական աջակցությունը։ Գործընկերությունս եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքները Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Եվս մեկ անգամ առանձնացրել եմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը և այս համատեքստում խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, ունենք խնդիր խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ և այդ նպատակին հասնելու համար կոնկրետ աշխատանքներ են արվում։ Իսկ այն դժվարությունները, որոնք կան և կլինեն, ըստ նախագահի հաղթահարելի են ու կարելի է բանակցային սեղանի շուրջ լուծել։ Պատերազմի ժամանակ ավարտվել է, հակամարտության ժամանակ ավարտվել է, Հարավային Կովկասը մեր տարածաշրջանը այլևս այդ ռեսուրսները չունեն նոր պատերազմելի։ Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում իրեն շատ կառուցողական է դրսևորել, հայտարարել է Գերմանիայի նախագահը։ Հավելել, երկու երկրի միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում։ Երբ մեր այս այցը նախապատրաստվում էր, դեռ կային բաց հարցեր, այժմ դրանք չկան։ Այլևս ոչինչ չի խանգարում, որպեսզի խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, վավերացվի և իրագործվի։ Հայաստանը որոշումներ է կայացրել, որոնք հանգեցրել են խաղաղության համաձայնագրի հնարավոր դառնալուն, և այժմ Ադրբեջանում պետք է բոլոր հնարավոր թերահավատությունները վերացնեն։ Մարդիկ այս տարածաշրջանում սպասում են, որ երկարամյա հակամարտությունը դադարի, տնտեսական զարգացումն էլ կախված կլինի քաղաքական կայունությունից, և այդ առումով կան շատ լավ հիմքեր։ Կարող ենք ասել, որ Հայաստանի համար հեշտ չի եղել ավարտել և հանգուցալուծման հասցնել։ Շատ երկրներ կարող են օրինակ վերցնել այս գործընթացից, որը կարող է իր հանգրվանին հասնել։ Անդրադառնալով Հայաստանի առաջարկած խաղաղության խաչմերուկ նախագծի իրագործման հնարավորություններին, Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, ամեն ինչ փոխադարձ կապված է այս տարածաշրջանում կայունության հետ։ Ինչքան մեծ է կայունությունը այս տարածաշրջանում, այնքան ավելի մեծ կլինի հավանականությունը ներդրողներ գտնելու։ Անկախ դրանից կարող են վստահեցնել, որ ոչ միայն Գերմանիան, այլև ամբողջ Եվրոպան մեծ հետաքրքրություն ունի, որպեսզի Հայաստանը խաղաղության խաչմերուկ անունով այդ հավակնոտ ծրագիրը կարողանա իրագործել։ Դրանով կստեղծվեն կոմունիկացիաներ, տրանսպորտային կապեր Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև և կմերձենան այդ տարածաշրջանները, կկարճանա դրանց միջև ճանապարհը։ Այդ ամենը փոխադարձ կապված է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման հետ։ Հայաստանի նախագահն անդրադարձել է խորհրդարանի կողմից Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունմանը, նշելով, հասկանում են, որ դա երկարաժամկետ ճանապարհ է։ Խոսքը մեկնարկի մասին է։ Երբ կավարտվի, ես չեմ կարող ասել եւ չեմ կարծում, որ այստեղ նստածներից կամ ընդհանրապես որևիցե մեկը կա, որ կարող է այդ հարցին պատասխանել։ Բայց որ մենք ունենք աջակցություն, կարիք, այդ թվում նաեւ Գերմանիայի Դաշնության միանշանակ է, այդ թվում Եվրոպական միության տարբեր անդամների միանշանակ է, այդ թվում նաեւ այսօր արդեն Եվրոպական միության անդամ կամ անդամության կարգավիճակ ունեցող երկրների փորձի դա էլ է միանշանակ։ Մենք ուզենք, որ այդ ամեն ինչը շատ ավելի հեշտ լինի, առանց ցնցումների, առանց դրացուցիչ խնդիրների մեր պետության, մեր հասարակության համար։ Եվ կարող եմ այսօր արձանագրել, որ մեր Եվրոպական միության գործընկերների մեջ այդ ընկալումը կա։ Եվ ամենակարևորը չկա պարտադրանք ոչ մի կողմից։ Կա ուղղակի ընկալում, հասկացվածություն, գործընկերություն։ Շտայնմայերն արձագանքեց, հարգանքով են վերաբերում Հայաստանի համարձակ քայլին, դեռ կա բարեփոխումներին ուղղված շատ մեծ աշխատանք կատարելու։ Մենք խոսել ենք նաև ռեֆորմների անհրաժեշտության մասին, և ես այնպիսի տպավորություն ունեմ, որ Հայաստանում կա այդ պատկերացումը։ Եվրամիության հետ հարաբերություններում ոչ միայն ասոցացման համաձայնագիր է նախատեսվում, այլև գործընկերության համակարգ, այսպես կոչված։ Ես տեղեկացված եմ, որ Եվրոպայի արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը առաջիկայում Հայաստան է այցելելու և բանակցություններ է վարելու։ Տեսնենք, թե ինչպիսին կլինեն այդ հանդիպումները և ինչպես կարող է այդ գործընկերության օրակարգը ձևակերպվել և ընդունվել։ Այդ առումով մերձեցման այս գործընթացին պետք չէ թերահավատությամբ վերաբերվել, այդ գործընթացները օգտակար կլինեն Հայաստանի ենթակառուցվածքների և տնտեսության համար։
Գերմանիայի նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի հետ վերականգնվող էներգիայի մասին գործակցությանը, նշելով, որ այն շատ կարևոր է հեղուկ վառելիքից ազատվելու եւ կախվածությունը դրանից փոքրացնելու առումով։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանում արդեն փոփոխությունը վաղուց սկսվել է եւ գերմանական KfW բանկն այս ոլորտում գործունեություն է ծավալում։ Բայց եթե մեկ քայլ առաջ ենք մտածում, ոչ միայն քամու եւ արևի էներգետիկան է, այլև ջրածնի էներգիան եւ ռեգեներատիվ էներգակիրները կստեղծվեն շատ տարբեր տարածաշրջաններում, նաեւ Հայաստանից մի փոքր հեռու գտնվող տարածաշրջանում, Ղազախստանում, որտեղ բավականին հավակնոտ ծրագիր է իրականացվում։ Մնում է այն մարտահրավերը, որ վերականգնվող էներգակիրների արտադրությունը նաեւ կարող է եւ պետք է փոխադրվի դեպի Եվրոպա, եւ այս առումով մենք շնորհակալ ենք, որ էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման համար, այդ թվում նաեւ վերականգնվող էներգակիրների փոխադրման համար այդպիսի ենթակառուցվածքների անհրաժեշտություն կլինի, եւ եթե Հայաստանը ի վիճակի է, իրեն տեսնում է, որ կարող է այդպիսի ենթակառուցվածքներ ստեղծել, դա մենք ողջունում ենք։ Հանդիպումների ավարտին երկու երկրների միջև համաձայնագրեր են ստորագրվել։ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ գերմանական կողմից Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը։ Երևան եւ Լայպցիգ քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ համաձայնագիրն էլ ստորագրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Լայպցիգի քաղաքապետ Բուրքհարդ Յունը։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։